Ուրեմն խոսում ենք այսօր հաստատակամության մասին, արդյունավետ մտագրողների մասին, որոշում կայացնելու, խմբային որոշում կայացնելու եւ սահմանները պահելու, առանց ագրեսիայի եւ այլն։ Այն ինչ որ նախորդ դասերին էլ նշել էի, այս հաղորդակցման մեջ հիմնականում ոչինչ այդքան սև ու սպիտակ չի։ Երեք ոչ կա հաղորդակցության, սրանք բոլորը ոնց որ սպեկտրի վրա են, էլի։ Կարա մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ընդհանուր առմամբ կարելի է այդպես խմբերի բաժանել, էլի, այս ձևերը։ Մեկը ուրեմն пассивն է, լսում եմ, համաձայնվում եմ, հետո նեղվում եմ։ Այս բոլոր տեսակի մարդկանցից հաստատ համ ձեր շուրջը ունեք, համ կարող է անգամ երբեմն դուք եք դրանց այդ շարքում լինում, էլի ձեր հաղորդակցությունն այդ ձևով գնում։ Ագրեսիվ, ճնշում եմ, պահանջում եմ ու վնասում եմ վստահությունը ու հաստատակամ։ Հստակ ասում եմ արգանքով, սահմաններով։ Հիմնականում ինչ պետք է փորձեք նպատակը պահել, որ հաղորդակցությունը գնում է երկու կամ ավել մարդկանց միջև, հետևաբար հնարավորինս պահել արժանապատվությունը երկու կողմում։ Դուք չնեղվեք, չլինեք пассив, լռել, համաձայնվել, հետո ասել վայ պետք է սենց ասեի, վայ պետք է նենց ասեի։ Ոչ լինեք ագրեսիվ, այսինքն անպայման մենակ ձեր ասածով պետք է լինի եւ վերջ, դիմացինը դառնում է пассив այդ դեպքում։ Ավելի լավ է լինել հաստատակամ, հանգիստ խոսել, որ երկու կողմում բալանս լինի։ Հաստատակամության բանաձև է, որը որ հետևյալ բան ունի, էլի կառուցվածք ունի։ Ես զգում եմ ինչ-որ մի բան, երբ ինչ-որ մի բան, քանի որ եւ կուզենայի։ Օրինակներից մեկը, ես նյարդանում եմ, երբ ուշանում եք, քանի որ ժամանակը սահմանափակ է, կուզենայի սկսենք ճիշտ ժամին։ Մենակ մի օրինակ ասա, այստեղ այս բոլոր մասերը կարակ փոխեք։ Ես զգում եմ, կարակ ոչ թե ես նյարդանում եմ, այլ ինչ-որ մեկ այլ մի բան, էլի։ Կարակ ինչ-որ մի հատ ուրիշ նախադասություն ասեք, ձեր օրինակը բերեք, թե սա ոնց է կարելի ասել, էլի։ Այս հաստատակամ ձևով։ Օրինակով կարա մի հատ նախադասություն ասի, որը որ շատ վստահ, հաստատակամ է ու ծառայում է հստակ նպատակի, էլի։ Այս մեկը կլինի օրինակ ես անհանգստանում եմ, երբ դու վերջնաժամկետները խախտում ես, կխնդրեմ ավելի ուշադիր լինել։ Եթե այս նույն արտահայտությունը անում ես ամբողջ խմբի ներկայությամբ, սա կարող է դիտարկվի որպես այդպես անձնական ինչ-որ ագրեսիա անգամ մի թեթև, չնայած միտումը դա չէր, երբ որ ասում ես, երբ որ դու ու կոնկրետ մարդու ես նշում, էլի, երբ որ թիմային աշխատանք է, թիմային քննարկում է եւ այլն, ավելի լավ է կոնկրետ մարդկանց չմատնանշել, էլի։ Ընդհանուր դու երևույթն ես բարձրաձայնում, նշում ես, որ այս երևույթի հետևանքը սա է ու այս կառաջարկեի, որ այսպես լիներ։ Այսինքն սկզբունքը շատ ճիշտ է նման է, բայց զգուշ եղեք, որ սիտուացիան ոնց, եթե անհատական մեկը մեկին հետադարձ կապ եք տալի, կարող ես այդ նույն ձևով ասել, եթե մենակ երկուսով եք խոսում, ասածը չի ակնկալվի, որպես անձնական ոնց որ թիրախավորում, էլի։ Հենց որ այստեղ երբ որ ասում է ուշանում ենք, սա հավանաբար մի հոգու մասին է խոսքը գնում, բայց հենց ասված, որ այդ մարդը կհասկանա, էլ ինչի համար ով է ուշանում, ինչի մասին է խոսքը, էլի, բայց կոնկրետ իրան չի վերաբերվում հենց, այսինքն բոլորը ընդունում են այդ արտահայտությունը, այդ խոսքը ինչի մասին է եւ ոչ մեկ անձնական չի ընդունում, էլի։ Այստեղ ոչ ագրեսիան է, ոչ վստահությունն է դուրժում դրանից, ուղղակի նշվում է, որ ուշանալու դեպքում սենց բան է լինում, եկեք սրանից հետո այս ձևով անենք։ Սիրելիներ, կուզեի բոլորս ակտիվ լինեինք ու այս հարցը միասին քննարկեինք։ Հիմա արի փորձենք ձևափոխենք սա։ Ես անհանգստանում եմ, որ երբ որ пассив եք, իմ մոտ այն տպավորությունն է, որ ոչ բոլորն են ուշադիր, ոչ բոլորն են ընկալում եւ մեր դասերի արդյունքը այդքան էլ արդյունավետ չի լինի։ Եկեք փորձենք ավելի ակտիվ լինել։ Շատ ընտիր։ Մոտարապես տենց մի բան, այսինքն սա նենց բան է, որ ինքը sense ինչ-որ հստակ բանաձև չի, ուղղակի բոլոր կետերը նշվում է, այսինքն համ պատճառն ես ասում, համ հետևանքն ես ասում, համ էլ վերջում լուծում ես առաջարկում։ Այս երբ որ պատճառն ես ասում, հետո հետևանքն ես ասում, հետո համ էլ լուծումն ես ասում, հանրային ձևով շատ ընտիր միջոցով ֆիդբեք տալը, չէ՞։ Այսինքն սա ֆիդբեք տալու ձևերից մեկն էլ է, ստե մենք ինչ որ խոսում ենք, այս բոլոր
մեթոդները, բոլոր տեխնիկաները, սրանք ինչ որ էլի սև ու սպիտակ չեն։ Սրանք կարակ խառնել, կարակ մի դեպքում մեկը օգտագործեք, մի դեպքում մյուսը։ Ուղղակի հաստատակամ խոսելու հմտությունը նրանում է կայանում, որ ամրացում են հստակ ամեն ինչը լինի։ Հստակությունը հենց դրանում է կայանում։ Դու ասում ես համ դու ինչ ես զգում, դիմացինը դել չի ենթադրում դու ինչ ես զգում, օրինակի համար, ասում ես ինչա տեղի ունեցել կամ ինչի պատճառով ինչա տեղի ունենում եւ ասում ես եթե սենց անենք, սենց հետո այս բոլոր հարցերը կլուծվեն, այսինքն ավելի ճիշտ ամեն ինչը կգա տեղը։ Կամ մի հատ ուրիշ օրինակ բերեմ, հա։ Ես ներվում եմ, երբ որ տեսախցիկները միացրած չեն, քանի որ իմ մոտ նենց տպավորություն է, որ մարդիկ անուշադիր են կամ անգամ ներկա չեն։ Հետևաբար եկեք աշխատենք հնարավորինս տեսախցիկները միացնենք, որ այտենց շատ ավելի արդյունավետ ու հաճելի կլինի մեր շփումը։ Մոտարապես այտենց մի բան։ Կարող է ինչ-որ մի բանը մի քիչ ավելի թեթև լինի կամ բաց թողած լինի, բայց սկզբունքը նրանում է, որ համ բարձ բաց ասես ինչա իրավիճակը, ինչի պատճառով ինչա լինում, եւ եկեք լուծենք այս հարցը իրար հետ։ Սահմանները պահելու 3 քայլ։ Բարձ ասել ինչ է պահանջվում, սահմանել ինչն է ընդունելի, ինչը ընդունելի չի, առաջարկել այլընտրանք կամ հաջորդ քայլ, կրկնել հանգիստ տոնով, եթե պետք է։ Այն ինչ որ նոր արեցինք, բարձ դեպով ասեցինք, նկարագրեցինք, թե ինչա պահանջվում, ընդունելի, անընդունելի ինչ ասեցինք, ճիշտ ասած շատ հստակ, բայց մոտարապես կարայինք այդ ձևով էլ ասեինք, էլի, որ առանց տեսախցիկի միանալը ընդունելի չի, կամ ինչ-որ նման մի բան, այսինքն սա էլ է կարելի ինչ-որ ձևով փորձել ներառել էլի ձեր արտահայտության մեջ։ Ակնկալիքների մասին է ստեղ խոսքը, որ մարդիկ հստակ հասկանան, որ որտեղ է սահմանը, ինչը չի կարելի հատել։ Օրինակ մեմից դուրս, մեմում սովորաբար ձեզ ասեմ, որ հանդիպումները իմ հետ շփվելուց, երբ որ եղել եմ դասընթացների կամ ինչ-որ հանդիպումների, միշտ շատ հարգանքով ու ամեն ինչը նորմալ ցիվիլ ձևով ա եղել, ասենք ձեռք բարձրացնելով, իրար լսելով եւ այլն։ Երբ որ 2 կամ 3 հոգի զուգահեռ խոսում են, իրարից մեկը մյուսից բարձր, ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում, եկեք ձեռք բարձրացնելով խոսենք, ռեակցիաներ օգտագործենք հնարավորինս հանդիպումների ժամանակ։ Այս վերջում կրկնելը հանգիստ սա էլ է կարելի, որովհետև սա էլ պետք է հաշվի առնենք, որ կարող է կապն է թույլ, այս բան միկրոֆոնը չմիացավ կամ ինչ որ չլսեց, կողքից մեկը ընդհատեց, ինքն էլ կամերան անջատած դու չես տեսնում, որ ինքը կողքից մեկի հետ խոսում է, նստած սպասում ես, որ ինքը արձագանքի, բայց բան չի անում։ Պետք է հանգիստ ձևով, էլի, ինչքան հնարավոր է։ Շատ կուզեմ սրա վրա մի քիչ խորանաք, ինքներդ էլ ուսումնասիրեք ու հնարավորինս փորձեք կիրառել։ Ինքը հեշտ չի, ասեմ, սրա կիրառելը հեշտ չի, բայց ահավոր արդյունավետ է։ Կոչվում է 6 thinking hats։ Մտագրողների 6 մտածող գլխարկները։ Էդուարդ դե Բոնոն ինքը, եթե չեմ սխալվում, ինչ որ գիտնական է եղել, թե neuroscientist է եղել, նևրոլոգ է եղել, թե ինչ-որ ուղեղի մասնագետ է եղել, սա կյանքը ուղեղն է ուսումնասիրել, մարդկանց ուղեղի աշխատանքը ու եկել է այս մեթոդն է մշակել, որ search անեք, ասենք Google-ով կամ ChatGPT-ով, ավելի շատ կարաք իր մասին բանել, բայց եկեք մի հատ խորանանք։ Ուրեմն մեթոդը խմբի մտածողությունը կառուցելու համար է, նվազեցնում է կոնֆլիկտը, քանի որ բոլորը նույն ուղղությամբ են մտածում, սխալ գաղափար չկա, կանխում է գաղափարների վաղ քննադատությունը, բերում է ավելի հավասարակշռված որոշումների։ Մի հատ նորից վրայով անցնենք։ Նվազեցնում է կոնֆլիկտը, քանի որ բոլորը նույն ուղղությամբ են մտածում, սխալ գաղափար չկա, ես ուզում եմ այս սրա վրա ուշադրություն դարձնեք, սխալ գաղափար չկա։ Կանխում է գաղափարների վաղ քննադատությունը, բերում է ավելի հավասարակշռված որոշումների։ Ուրեմն այս 6 գլխարկը բոլորը տարբեր գույների են։ Ու սա շատ ընդունված է, հենց այս գույներով է ու հենց ամեն գույնը այդ նշանակություն ունի։ Ուրեմն սպիտակ գլխարկը դա փաստեր են, տվյալներ են, ինչն է պակասում։ Իդեպ ասեմ, այս մեթոդը տարբեր տեղեր, տարբեր ձևի եմ տեսել, որ կիրառվի։ Օրինակ թիմերում, եթե շատ մեծ թիմ է, մեծ խումբ է, մարդիկ կան, որոնք փաստերով են խոսում։ Իրանք կարող է տենց շատ վերլուծական կամ շատ կրեատիվ մտածողություն չունենան, բայց իրանք փաստերով են խոսում։
4 փաստերով։ Այդ մարդիկ սովորաբար այս սպիտակ գլխարկի կատեգորիայի մեջ են ընկնում, բայց իմ պատկերացնելով ավելի արդյունավետ է լինում, երբ որ բոլորը նույնն են փորձում անել, բոլորը նույն ձևով են մտածում այդ քայլին, էլի, մտագրոհի։ Պատկերացրեք խումբ է 3, 4, 5 հոգանոց, 10 հոգանոց, հա։ Եկեք կապույտով սկսենք, որ ավելի պարզ լինի։ Ուրեմն կապույտը ինքը ոնց որ վարում է այս ամբողջը։ Ինքը հետևում է, որ ամբողջ մտագրոհը համակարգված լինի ու կանոնավոր գնա ամեն ինչը։ Ինքը գործընթացն է վարում, հաջորդ քայլեր որոշում։ Հիմա ասում եմ, եկեք բոլորս սպիտակ գլխարկը հագնենք մի հատ, կամ եթե խումբը անտեղյակ է այս մեթոդից ու դու ուղղակի փորձում ես այս մեթոդը կիրառել, դու ուղղակի մտքումդ ասում ես, լավ, հիմա սպիտակ գլխարկ ենք բոլորս հագնում, եկեք մի հատ փաստերից խոսենք։ Ինչ փաստեր ունենք, ինչ տվյալներ ունենք, ինչն է պակասում։ Մեզ ինչ է պետք։ Ու բոլորը այդ ժամանակ խոսում են փաստերից։ Հենց որ մեկը սկսում է, չէ, այսպես չի ստացվի, որովհետև սա եւ այլն, կամ իսկ եթե սենց մի հատ ինչ-որ խենթ միտք ասեմ, սենց բան անենք, ասում եմ, չէ, մի րոպե, հիմա խոսում ենք մենակ փաստերից։ Եթե փաստ չի, եթե կոնկրետ տվյալ չունենք, հասկանանք ոնց կարելի է գտնել, ճարել, նոր անցնենք առաջ։ Հետո կարմիրն է։ Կարմիրը ավելի էմոցիոնալ բաներ է, զգացմունքներ, ինտուիցիա, առանց բացատրելու։ Մեկը ասում է, «Ժողովուրդ, զգում եմ, որ ինչ-որ մի բան սխալ ենք անում»։ Ես զգում եմ, որ այստեղ լուրջ վտանգ կա։ Շատ ոգևորված եմ այս ամեն ինչի համար, անհամբեր սպասում եմ, երբ պետք է սկսենք։ Ինչ-որ ավելի sense էմոցիոնալ, զգացմունքային վիճակ է այս կարմիրի ժամանակ։ Եվ սա հերթով են անում։ Սկզբից սպիտակով են, բոլորը սպիտակն են հագնում, sense պայմանական ասենք սպիտակ գլխարկը, հետո կարմիրը, խոսում են զգացմունքներից, ինտուիցիա եւ այլն։ Հետո սևն է գալիս։ Սևը դա ռիսկերն են, վտանգներն են, թույլ կողմերը։ Էլի բոլորին ասում է, ժողովուրդ, իսկ ինչ ռիսկեր կա, ինչ կա, որ մի հատ պետք է ուշադիր լինենք, հասկանանք։ Մեկը ասում է, գիտես, եթե սենց անենք, այն ինչ բանը սաղ վարի է գնալու, հավանաբար էլի, պարտադիր չի, բայց հնարավոր է, կարող ասեցենց բան անենք, այս մեծ խմբի համար հսկայական մեծ լավ բարեփոխում լինի, բայց պետք է հաշվի առնենք այն բաները, որոնք որ գուցե այդքան էլ տեսանելի չեն հիմա։ Այսինքն ամբողջը գնում է այդ ռիսկերը կառավարելու ուղղությամբ։ Հետո դեղին է գնում է առավելություններ, արժեք, հնարավորություններ։ Ռիսկերը բանը արդեն քննարկեցիք ամբողջը։ Հիմա խոսում ես ինչ դրական բան կարա սրանից դուրս գա, ինչ արժեք կստեղծվի, որտեղ ինչ չկանխատեսված անգամ լավ բաներ կարա տեղի ունենա։ Ասես գիտեք, չէ՞, այս որ անենք, այն ինչ բանել է միանգամից ավտոմատ են հարցնել լուծվելու դրա արդյունքում։ Սա դեղիններ, կանաչը, նոր գաղափարներ, այլընտրանքներ։ Այս նորը այստեղ կարելի է ավելացնել անգամ ամենաանիրատեսական ու ամենախենթ գաղափարները կարան այս կանաչի տակ լինեն։ Եվ եթե վերադառնանք նախորդ մեր սայքին, որտեղ որ գրած էր սխալ գաղափար չկա, վատ գաղափար չկա։ Այս մեթոդի լավը նրանում է, որ երբ որ քննարկում եք, ամենախենթ միտքը, որ անգամ գալիս է, կարաք հանգիստ արտահայտեք։ Այս մեթոդի լավը նրանում է, որ ինքը ի սկզբանե ստեղծում է մի միջավայր, որտեղ մարդիկ չեն նեղվում, ինչ որ անկապ բաներ դուրս տալուց անգամ, էլի։ Իսկ ինչի է դա տենց, որովհետև ամենաանհեթեթ միտքը անգամ կարա մյուսի մոտ, դիմացինի մոտ մի հատ թույն գաղափար առաջացնի։ Դրա համար սա հենց ամբողջը մտագրոհի մասին է։ Սա կարևոր է, այս մասը շատ անպայման մտքում պահեք։ Մտագրոհ է, ոչ մի սխալ միտք, սխալ գաղափար չկա այս process-ում։ Բոլորը խոսում են համակարգված ձևով։ Եվ վերջինը կապույտ գլխարկը դա ոնց որ ամբողջ գործընթացն է, ինքը ոնց որ փորձում է համակարգել այս մտագրոհը։ Եթե օրինակ ձեր թիմն է, դուք այս թիմի համակարգողն եք ու փորձում եք մտագրոհ անել, դուք կարող եք այս կապույտ գլխարկի դերը պահել ոնց որ ձեզ մոտ։ Չնայած դուք եք մասնակցում մնացած ամեն ինչին էլ, ձեր մտքերն էլ եք արտահայտում եւ այլն, բայց կարևորը որ մեկը լինի, որ մեկից մյուսը անցումները համակարգված հետևի։ Կարեք ժամանակ տնեք, ենթադրենք մի ժամ է ձեր հանդիպումը, ասեք ամեն մեկին 5-5 րոպե ժամանակ ենք տրամադրում ու հերթով արտահայտվում ենք,
մտքեր ենք արտահայտում։ Սպիտակ, կարմիր, սև եւ այլն։ Հերթականությունը կարակ խառնեք, բայց եթե ինքներդ ձեզ համար ինչ-որ ձևով սահմանեք, որը որն է, կամ հիշեք, կամ ձեզ մոտ ինչ-որ միտեղ նշած ունենաք։ Օրինակ, այս սահիկը կամ տպում եք, կամ screenshot եք անում, պահում եք ձեզ մոտ, ուղղակի հիշեցնելու համար։ Բայց այս նկարը թույլ կտամ մի քիչ ավելի խորը ուսումնասիրեք, որ հասկանաք, ստեղ որ նայեք, այդ գլխարկներն են, չէ՞, 6 գլխարկն են։ Հերթով գնում ենք։ Ուրեմն կապույտը, որպես համակարգող է ամբողջ մտագրոհի, ինքը control hat-ն է, control-ն է, ինքը ոնց որ հարցեր է տալիս պահի տակ։ Ինչի մասին ենք ուզում խոսել, որոնք են առաջնահերթությունները, որոնք են հաջորդ քայլերը, ժամանակի կառավարումն է այս կապույտ գլխարկի գործերից մեկը, որոշում է երբ անցնել հաջորդ քայլին։ Հենց որ ընդհանուր առմամբ սա է։ Ինքը ոնց որ համակարգում է այս ամբողջ process-ը։ Սպիտակ գլխարկը այստեղ խոսք գնում է ինֆորմացիան եւ հարցերը։ Ընդհանուր ինֆորմացիա, փաստեր եւ պատկերներ, ինչ որ data տվյալներ, հա, որոշում է թե ինչքանով վստահելի է այդ ինֆորմացիան, անկանխակալ է այստեղ ու ավելի օբյեկտիվ։ Այս նկարի վրա կարակ մի քիչ ավելի մանրամասն նայեք, փորձեք հասկանալ էլ ամեն մեկը որն է։ Բայց ինքը sense ավելի պատկերավոր է ցույց տալիս, էլի։ Կապույտը sense puzzle-ի նման բան է նկարել, որ ասենք սա բոլորը բերում դասավորում է իր տեղերով։ Սպիտակը sense մի հատ խոշորացույց է, որ ինֆորմացիա է, տվյալների մասին է սպիտակը ամբողջը։ Դեղինը sense մի հատ դեղին բան է, գույնավոր բան է բերել, ավելի ոնց որ դրական, ավելի էմոցիաներ, ավելի եւ այլն։ Սևը ոնց որ ավելի ռիսկերի մասին է, դա սատանայի նկար է նկարել, որ ռիսկեր, վախեր եւ այլն։ Կանաչը կրեատիվ է, կանաչը բանա creative thinking։ Ստե օրինակ հարցերից մեկը որ կարելի է other ways to do this։ Կան ուրիշ ձևեր սա անելու։ Ստեղ բոլորը ասում են, իսկ եթե սենց անենք, իսկ եթե նենց անենք, ժողովուրդ մի հատ այնպես միտք ունեն, որ էլ ասելու չի։ Այս sense-ս բան կարանք անենք։ Այսինքն կարա այնքան ինչ որ խենթ մտքեր լինեն, որ մարդիկ այլ դեպքերում ասեն դու չես գժվել, ես չես ասում, սրանից ենք խոսում, դու լրիվ ուրիշ բան ես ասում, բայց դա շատ կարևոր է տեղ տալ նման մտքերի, որովհետև 10-ից 9 անգամ լինում է մեկը մի բան ասում, թվում է թե ինչ որ լրիվ անիմաստ, անհեթեթ միտք է ասում, բայց մոտդ ուղեղիդ մեջ մեծս կայծ է տալի, ասում է մի րոպե էս ինչ-թույն բան ասեցիր։ Կոնկրետ այդ ձևով գուցե չէ, բայց հələ մի հատ եկեք սենց մտածենք, իսկ եթե սենց անենք, լրիվ ինչ-որ նոր մոտեցում է հայտ գալի, որը այլ կերպ չէր լինի, եթե այս մարդը այս անհեթեթ բանը չասեր, հենց այս պահին։ Եվ կարմիրը էմոցիաներն են, ավելի տենց էմոցիաներն է արտահայտում, զգացմունքներն է արտահայտում, ինչն եք հավանում, ինչը չեք հավանում եւ այլն։ Այստեղ մենակ մի բան չհասկացա, այսինքն այս գլխարկների կանոնը գործում է թիմերում ու յուրաքանչյուր թիմում պետք է ամեն գլխարկից գոնե մեկը լինի, հա, թե ընդհանուր թիմը պետք է որևէ գլխարկին պատկանի։ Այդ պահը այդքան էլ լավ չեմ հասկացել։ Ձևավորված արդեն ժամանակի հետ հղկված թիմերում լինում է, որ մարդիկ կոնկրետ դերեր են վերցնում, կոնկրետ գլխարկ են հագնում, տենց պատկերավոր ասած, հա, բայց սովորաբար, երբ որ թիմը կամ նոր է, կամ չկան տենց դերեր, ավելի արդյունավետ է, երբ որ բոլորը ուղղակի հերթով այս գլխարկներն են հագնում։ Ի սկզբանե պետք է ոնց որ ով որ սա համակարգում է, սովորաբար ինքը կապույտ գլխարկի դերն է համել իր վրա վերցնում, ինքն է որոշում այդ պահին ոնց է հարմար։ Եթե խումբը ծանոթ չի այս մոդելին կամ ընդհանրապես կամ փոքր է, ասենք 4 հոգով է անում։ Հիմա չեք կարա 4-ն 6 գլխարկ կան։ Կարակ հերթով ամեն գլխարկի վրա հերթով բոլորով ացնեք։ Կապույտ գլխարկը ասում է, չի ասում ես կապույտ գլխարկն եմ, կարակ գլխարկ բառերը առհասարակ չասեք։ Սա ուղղակի ավելի պատկերավոր դարձնելու մասին է այս ամեն ինչը։ Ասում ես եկեք տարբեր ձևերով դիտարկենք այս հարցը։ Օրինակ այս մեթոդը կիրառելու, եկեք սպիտակ գլխարկը ոնց որ հագնենք ու մի հատ փորձենք, այս անցնենք ոնց է։ Ով կարա ասի այս մեթոդը ինչքանով արդյունավետ կամ ինչ կարծիքներ ունեք, ինչ տվյալներ ունեք սրա հետ կապված։ Ես ասում եմ, ես գիտեմ, որ սա բավականին լավ աշխատող մեթոդ է, հնարավորություն է տալիս սենց բաներ անել եւ այլն եւ այլն։ Ուղղակի փաստեր է, չոր փաստեր է։
Ինձ հետաքրքիր է թե այս դրա գործընթացը ոնց է լինում։ Մարդկանց սկզբում տալիս են գլխարկներ ու ասում են որ գլխարկը ինչ է ներկայացնում, թե ամեն մարդ իրան ճանաչելով արդեն գիտի, որ ենթադրենք ինքը ինչ-որ բան անելու 4 փաստեր է միշտ ասում, մյուսը գիտի, որ պետք է ինքը կրեատիվ ինչ-որ բում գաղափարներ մենակ ասի, տենց հաստացում ու այս գլխարկները ընթացքում կարելի է փոխել, որ ենթադրենք, չգիտեմ, դու նոր սպիտակն էիր, փաստերը 10-ից, բայց հիմա կանաչի դիր մի քիչ կրեատիվ եղի, ուրիշ կողմից ոնց որ մոտեցի։ Ընթացքը ոնց է լինում այս օգտագործելու։ Երկու ձևով կարա լինի։ Կարա լինի, եթե խումբը արդեն ձևավորված է, մարդիկ հստակ իրանց յուրահատկությունները ունեն, կարա տենց լինի։ Կարա ոնց որ դերերը բաժանես, ասես օրինակ դու մենակ փաստերով խոսա, դու ասենք չգիտեմ, IT մենեջերն ես, դու բոլոր տվյալները դու ունես, դու կարաս տենց 4 փաստերով խոսես, տենց կարաս անես։ Բայց ոնց որ նշեցի, մինչև այդ ավելի հաճախ հարցունավետ է լինում, երբ որ բոլորը հերթով այս գլխարկները դնում են։ Ամեն գլխարկը մի հատ ոճ է ու մի հատ ուղղություն է մտագրոհի։ Տենց որ ոնց ասեցի, կարա 3 հոգով կարակ անեք մտագրոհը եւ հերթով գնաք, ասեք շոտ, եկեք հիմա մենակ փաստերից խոսանք։ Ինչ փաստեր ունենք, ինչ տվյալներ ունենք, ինչա մեզ պակասում։ Այդ խոսեցինք մի 5 րոպե, ամբողջը նշեցինք, հետո գնում ենք, սկսում ենք խոսել, ասենք ինչ արժեք ենք ստանում, ինչ բենեֆիտ է լինում, ինչ ավելի լավատեսորեն ենք մոտենում, հա? Ոնց որ ավելի լավատես գլխարկն ենք դնում դեղինը։ Հետո ասենք սևն ենք դնում, ավելի ոնց որ ռիսկերից, վտանգներից ենք խոսում։ Եվ բոլորն են խոսում։ Բոլորը խոսում են առանց քաշվելու, որովհետև հատուկ ստեղծված է մի միջավայր, որտեղ անգամ ամենաանհեթեթ միտքը էլի ընդունվում է, առանց քննադատելու։ Եվ այտենց հերթով բոլորի վրայով անցնում ես։ Լինում են թիմեր, արդեն սա խոսքը գնում է լավ ձևավորված թիմերի մասին, որ երբ որ բոլորը իրար լավ ճանաչում են, որ բոլորը, օրինակ այս մարդը էս ինչ բանից է ուժեղ, այն մարդը այն ինչ բանից է ուժեղ, հա, այդտեղ կարաս ինչ որ ձևով ավելի ոնց որ ուշադրություն դարձնես։ Չգիտեմ, այս մարդը տվյալների հետ է շատ ուժեղ փաստերը փաստահեն է խոսում, ինքը ավելի շատ ասելիք կարող անենա, բայց խրախուսվում է, որ բոլորը խոսեն անպայման, խրախուսվում է, որ բոլորը անգամ ամենաանհեթեթ գաղափարները արտահայտեն, որովհետև ամենաանհեթեթ գաղափարը ծնում է նոր շատ հետաքրքիր մտքեր մյուսների մոտ։ Շատ հետաքրքիր էր, ու երբ որ թիմը արդեն ձևավորված է լինում, այստեղ այսպեսի մի հատ բան զուգահեռներ տարա, ու ուզում մի հատ իրար հետ քննարկենք, հասկանամ ճիշտ զուգահեռ բանում ճիշտ եմ հասկացել, թե չէ։ Ենթադրենք թիմը արդեն ձևավորված է, բավականին իրար հետ աշխատել են, օրինակ շատ լավ գիտեն, որ թիմից Պողոսը կրեատիվության գլխարկի տերն է, Պետրոսը սպիտակ գլխարկի, ու այդպես իրենք արդեն ու բոլորն են տեղյակ են այս մեթոդից ու իրենք անում են։ Այստեղ հենց հիշեցի 6 types of genius-ը մարդու, որ մարդիկ ունեն 6 genius-ներ, այսինքն կան 6 genius-ներ, ու ըստ մեթոդի յուրաքանչյուր մարդ ունի իր 2 genius-ը, էլի, այսինքն այն բանը, որից որ ինքը շատ լավ է։ Օրինակ մարդիկ կան ում genius-ը, ես մտածում եմ, որ օրինակ իմ genius-ը այդ մեկը innovation-ն է, creativity-ն է, ու մեկը tenacity-ն է, գործը ուշքեր տանել օրինակ, էլի։ Այդ 6-ը ես իմ համար ընտրել եմ։ Ու ենթադրենք, երբ որ լինում է այս թիմային հանդիպումը, ես արդեն ու իմ թիմակիցներն էլ արդեն գիտեն, ես տենց կանաչ գլխարկը հագնի, տենց գալիս եմ ու իրար հետ տենց հավեսով քննարկում ենք, էլի։ Այդ զուգահեռը տարա, ուզում եմ հասկանամ ինչքանով եմ ճիշտ զուգահեռներ տարել իրար հետ։ Ճիշտ ասած ծանոթ չեմ 6 genius-ի հետ, բայց անպայման ինքս էլ մի հատ ուսումնասիրեմ, հետաքրքիր է։ Հնարավոր է, որ զուգահեռ լինի սրա հետ, չեմ կարող հստակ ասեմ։ Այսինքն դա ոնց որ փաստ չի, որ մեկը մյուսի հետ ինչ-որ կապ ունի կամ մեկը մյուսից է ոնց որ դուրս եկել, էլի։ Բայց մինչև այդ որ ասում եմ, որ այն ձևավորված թիմերում, որ արդեն մարդիկ իրար գիտեն եւ այլն։ Օրինակ, եթե մենք իրար հետ երկար աշխատած լինենք, ես կիմանայի, որ երբ որ հասնենք կանաչ գլխարկին, պետք է ասեմ թե բան անեմ, հետ քաշվեմ ու սկսեմ լսել Վեներան ինչեր ունի ասելու, այտենց creative էլի։ Tenacity առումով Վեներան նաեւ կարող լինի կապույտ գլխարկը։ Ինքը կարա համակարգի էս ամբողջը, ինքը կարա սա մինչև վերջ հասցնի։ Հասկացա՞ր, այսինքն ինքը կարա
ժամանակը կառավարի, ասի լավ, հիմա անցնում ենք հաջորդին, այսինքն ինքը լինի այս ամբողջ մտագրոհի process-ը համակարգողը։ Վերջում հստակ հաջորդ քայլեր, հստակ որոշում կայացնել, այսինքն բերի այս ամբողջը իր տրամաբանական ճիշտ ավարտին։ Եվ դրա ավարտը ինչն է, մտագրոհի վերջի տրամաբանական ավարտը ինչ է, դա արդյունավետ թիմային որոշում կայացնելն է մտագրոհի արդյունքում։ Մենք քննարկումներ ենք հիմա անում լրիվ նոր մեմում նոր բան ստեղծելու մասին, որը նախադեպ չի ունեցել, ոչ մի փորձ չենք ունեցել նման բան անելու, հիմա պետքա մտագրոհ անենք։ Մենք պետքա բոլոր հնարավոր բաները դիտարկենք, պետքա հասկանանք ինչ տվյալ ունենք, ինչ չունենք, ինչն է պակասում, որ պետքա ավելացնենք, պետքա հարցումներ ուղարկենք, մանն էլ կասի, հա, data arms-ի հետ կապված կարող է զուգահեռներ տանես, ոնց է օրինակ անում ձեր պրոյեկտները, սկզբից տվյալներ եք հավաքում, չէ՞, հետո սկսում եք քննարկել, թե տվյալները ոնց եք վերլուծելու, նախապես սկզբից խնդիրն եք փորձում ձևակերպել, թե ինչ խնդիր եք ուզում լուծեք, հետո կարող է հետ գաք նորից տվյալներին, տեսնեք այ մեզ SSS տվյալներն է պակասում։ Շատ դեպքերում կյանքում մենք երբեմն ակամա ենք այս ամբողջը անում, բայց սա ուղղակի մեթոդաբանություն է, որը ձեզ թույլ է տալի ավելի գիտակցված, ավելի մտածված ու ավելի համակարգված անել այս ամեն ինչը։ Օրինակ լավ առաջնորդը ենթագիտակցաբարել է այս ամեն ինչը հասկանում։ Երբ որ դու հանդիպում ես վարում, մտագրոհ ես վարում, դու ենթագիտակցաբարել գիտես, որ դա մտագրոհ է, որովհետև ինչ-որ նոր գաղափարներ եք փորձում քննարկել, հասկանալ։ Դու հասկանում ես, որ ժամանակը սուղ է, որ պետքա ժամանակ դնել, համակարգել եւ այլն։ Դու հասկանում ես, որ պետքա բոլոր տեսանկյուններից այս ամեն ինչը դիտարկել։ Դու հասկանում ես, որ ամեն մեկին պետքա ձայն տաս, որ մարդիկ լսեն, խոսեն, արտահայտվեն, որովհետև ամենասուսուփուս մարդը անգամ, չխոսքան, համեստ, sense վախեցող մարդը անգամ միշտ լավ գաղափարներ ա ունենում։ Եվ պետքա ստեղծել այն միջավայրը, որտեղ մարդիկ ազատ լինեն արտահայտվելու։ Պատկերացրեք, որ սա էլ է մտագրոհ, էլի, օրինակ ինչ լավ հետաքրքիր տեղ սա կարա կիրառեք։ Մեմից դուրս կարող է ինչ-որ մի ուրիշ պրոյեկտում։ Ես ասում եմ ասի, որ այս գլխարկների մեթոդը մամայից եմ լսել, դասարանում օգտագործել են, ինչ-որ խմբային առաջադրանք անելու համար, ու տենց եկել պատմում էր, ասում էի, լավն է, հետաքրքիր է։ Այստեղ մի հատ բան էի ուզում նշել, չգիտեմ խոսել եք այս մասին թե չէ, Վեթովիկայի սկզբունքներ են կոչվում, ինչ են կոչվում, Արիստոտելի 3 այդ սկզբունքները համոզելու իրականում, որպես այդպեսին մարդուն ինչ-որ բան համոզելու, իսկ խոսակցությունը քո ուզած ձևով տանելու, բայց ավելի շատ ոնց որ ճիշտ հաղորդակցվելու համար էլի։ Էթոս, լոգոս ու պաթոս էր կոչվում, մի քիչ նմանեցրի, որ այս 3 բաները պետք է հաշվի առնես, որ մարդու հետ կարողանաս ճիշտ հաղորդակցվել։ Լոգոսը հենց այդ փաստահեն մասը, փաստերով, կոնկրետ թվեր ես նշում, մարդիկ շատ են սիրում թվեր, այդ ամեն ինչը նշելով ես խոսում, այդ լոգոսներ, էթոսն ու պաթոսներ հենց կոնկրետ մարդուն են վերաբերվում, պաթոսը զգացմունքներով ես խոսում ավելի շատ, էթոսը կամ հաղառնում եմ այս բաները, այս երկուսը կամ ոնց որ մարդու կերպարը քո համար հաշվի առնելով ենթադրենք ինչ-որ մարդ որ դու ճանաչում ես այդ արդեն ոնց որ գործի կեսն է ու բավականին օգնում է իր հետ հաղորդակցվելուց այս դեպքում իրական այդքան նման չէ այս գլխարկներին զուտ հետաքրքիր է կարող եք ուսումնասիրել Արիստոտելի համոզելու սկզբունքներ կամ պրոստը գրեք Արիստոտել էթոս լոգոս պաթոս կբերի շատ լավ շատ շնորհակալ եմ այսօր տնային աշխատանք ունեմ անելու Նա մի հատ ուսումնասիրեմ, տեսնեմ այդ ինչը։ Այսինքն բառերը շատ ծանոթ են, այդ բառերը ոչ թե համոզելու համատեքստում, այլ առասարակ տենց առօրյայում երբեմն հանդիպում են, էլի։ Ասում են շատ պաթոսական էս բաներ, մտքերը տես պաթոսական մտքեր են եւ այլն, բայց բան կանեմ, ես անպայման այդ կփորձեմ ուսումնասիրեմ, հետաքրքիր է։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ասել, որ կարանք այդ մեթոդը ցանկացած ինչ որ աշխատանքային տեղերում օգտագործենք, շատ արդյունավետ քննարկում վարելու համար, մոտավոր տենց բան աշակերտական խորհրդում տենց առանձին հանձնախմբեր ունենք, ու տենց 6 ամսվա տենց պլան ենք մշակում, թե ինչ ենք անելու այս ամիսների ընթացքում, այնտեղ էլ հենց
շատ արդյունավետ է հանդիպումները ընդհանուր արդյունավետ իրականացնել, վերջում որոշում կայացնել եւ այլն, պլանավորում եւ այլն։ Շատ լավ օրինակներ եք բերում, շատ լավ տեղեր եք մտածում, որ կիրառելի է, համ դասարանում, համ ասենց հանդիպումների, տես թիմային հանդիպումների ժամանակ, մանավանդ երբ որ քննարկում է գնում ինչ-որ մի բանի մասին, բայց ավելի անորոշությունը շատ է, այսինքն ավելի մտագրոհային վիճակ է։ Երբեմն հանդիպումներ կան, որոնք ինչ-որ կոնկրետ թեմա ունեն, կոնկրետ նպատակ ունեն ու այդտեղ այդքան էլ կիրառելի չի, որովհետև օրինակ ամեն ինչ արդեն պարզ է, որոշված է, տվյալները կան եւ այլն, այսինքն սա ոնց որ ինչ-որ մի բանի մասին քննարկման սկզբնական փուլերում է սա տեղի ունենում։ Սա հենց մտագրոհի ֆորմատն է, այդ դա է շատ կարևոր հիշել։ Շատ կարևոր է իմանալ, որ երբեմն մարդիկ ավելի սկեպտիկ են մոտենում սենց մեթոդաբանություններին, հենց որ դուք սա կարակ անգամ կիրառեք առանց ակնարկելու ու ասելու, որ եկեք մի հատ սենց 6 գլխարկների մեթոդը կիրառենք։ Դուք կարակ այդ մեթոդը կիրառեք առանց մարդկանց անգամ իմանալու, որ դուք դա կիրառում եք։ Եթե դուք եք օրինակ վարում այդ մտագրոհը, դուք կարակ ձեր մեջ թուղթ ու գրիչը վերցնեք, ինչ որ նշումներ ձեզ մոտ անեք, որ կարակ գրեք սպիտակ, բառերով էլ կարակ անգամ գրեք ձեզ մոտ։ Բայց այդ բոլոր մտքերը, որը գեներացվում են մտագրոհի արդյունքում, դուք նշեք, դուք իրականում այդ դեպքում լինում եք կապույտ գլխարկը, բայց նաև մյուս գլխարկներին էլ եք մասնակցում, այսինքն մտքերը արտահայտելու համար։ Ուղղակի զուգահեռ կապույտի դերն էլ եք կատարում։ Ամբողջ դասը ամփոփեմ։ Ինչ սովորեցի։ Օրինակ ինձ համար շատ հետաքրքիր էր հենց այդ գլխարկների պահը ու այս 16 link heads գլխարկների այդ գույների պահը ու սենց որ բացատրում եք, ես այդ պահին պատկերացնում էի ինձ թիմում կամ իմ թիմը սենց այդ վարժությունը անելուց ու շատ հետաքրքիր է։ Օրինակ կուզենայի ինչ-որ խմբով անել, սենց հետաքրքրությունից ելնելով, թե ոնց կստացվի ու մոտս միտք առաջացավ, որ իմ թիմում սենց անենք ու այս գեղեցիկ դիզայնով պատկերը ստանանք։ Օրինակ այդ շատ գրավիչ էր էլի, որ սենց ճյուղավորված սիրուն ու գրված լինի։ Շատ լավ բան ասեցիր, որ նաև դու էլ նաև տանես թիմում փորձես կիրառես։ Ես ոնց որ սկզբից նշեցի, ինքը այդքան էլ հեշտ չի կիրառելը, որ ասեմ, ժամանակ է պահանջում ու պետքա փորձեք։ Պետքա մի անգամ փորձեք ու ուշադիր լինեք, օրինակ որ պահը չստացվեց։ Շատ հավանական է, որ առաջին մի քանի անգամը որ փորձեք, այդքան էլ չի ստացվելու։ Սենց էլի դառնալու է քաոս, էլի մարդիկ, որ ավելի ակտիվ են ու ագրեսիվ են թիմում լինում, սովորաբար ոնց որ իրանք իրանցով են անում հանդիպումը, սկսում են մյուսներին ասել, ապուր գաղափարա, вообще կապ չունի սրա հետ, սկսելու են էմոցիաները բրթել առաջ, մյուսը տվյալները չի կարողանալու բանան։ Մի խոսքով ինքը հաճախ սկզբի մի քանի անգամ փորձարկելուց այդքան էլ լավ չի ստացվում։ Բայց ինչպես ցանկացած այլ նոր բան, երբ որ կիրառում եք, ինքը շատ հավանական է, որ մի 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամից հետո արդեն բավականին սահուն կարողանաք դա անել։ Արդեն կհիշեք, որը որի մասին է, որը որից հետո է, ամբողջ ընթացքում դուք ինչ պետք է անեք։ Երբ որ միտեղ հանդիպման լինեք, որ ինչ որ մեկը դա կիրառում է, անգամ անուղակի ձևով, գլխարկ բառը չնշելով կամ գույները չնշելով, դուք դա կարաք նկատեք, ասեք, այս մարդը տես 6 գլխարկն է կիրառում ու ծանոթ կլինի ձեզ այդ մեթոդը։ Ես շատ նմանացել էի այդ 6 Genius-ի տեսակներին, բայց հետո հասկացա իրանց տարբերությունները, որ օրինակ Genius-ի ժամանակ դու այդ 6 հատ դերերը չես ունենում, դու մենակ մի կամ երկու դեր ես ունենում ու մենակ այդ կողմից ես նայում։ Իսկ այս դեպքում դու պետք է զոր բոլոր դերերով անցնես, այդ տարբերությունը ու շատ հետաքրքիր էր։ Ինձ թվում է սրա մասին միջև էլ եմ լսել, բայց ինձ չեմ ֆիքսվել, երևի այդ ժամանակ դժվար է եղել իմ համար, չեմ ֆիքսվել, հիմա ավելի պատկերավոր հասկացա։ Ապրես։ Ճիշտն ասած, առանց ձեր բացատրությունը լսելու, ես մի պահ մտածում եի, ասում եի, իսկ եթե գլխարկների փոխարեն մարդկանց դնեմ, ինչ կստացվի։
ու հասկացա, որ դրանք ուղղակի բնավորության գծեր են, որ առանձնացված են, ու այդ ամեն ինչը չի կարա մի մարդ կատարի, այսինքն էդի sense love team ձեռք բերելու, sense պետքա հիմք դառնա այդ սխեման, որովհետև ինչ որ մեկը կրեատիվ է, բայց ինչ որ շփվելու հմտություններ չունի, բայց մյուսի մոտ հակառակն է, դրա համար էսի թիմում օգտագործելը բավականին արդյունավետ կլինի։ Համ չէ, ասեմ ինչի։ Առաջի բանը զուգահեռը ճիշտ է, որ հասկանում ես, որ բնավորության գծեր կարան լինեն, հստակ։ Բայց այստեղ սրա հետաքրքրությունը նրանում է կայանում, որ շատ հաճախ ամենահետաքրքիր միտքը գեներացվում է այն ժամանակ, երբ որ լրիվ ուրիշ բնավորության գից մի հատ միտք է արտահայտում, անգամ անհեթեթ։ Օրինակի համար դու կրեատիվն ես, հա, թիմի։ Բոլորը գիտեն, որ քո միտքը տենց աշխատում, դու տենց շուտ մի ուղղությամբ չես, սև ու սպիտակ, թվերով չես մտածում, քո մոտ սաղ գույներ է, ստեղծագործ միտք ունես։ Հիմա որ բոլորը միշտ քո վրա նայեն, որ դու պետք է հիմա սկսես քո բաները անել, դու շատ հաճախ ինքդ քո մեջ փակվելու ես, որովհետև ինչքան էլ դու ուզում ես կրեատիվ եղել, միշտ չի որ դու կարաս կրեատիվ լինես։ Բայց երբ որ դու թույլ ես տալի օրինակ թվերով, ուղիղ գծերով մտածող մարդուն կրեատիվ լինել, ինքը կարող է մի հատ լրիվ անկապ մի բան դուրս տա, բայց քո մոտ անենց մի հատ նոր բան առաջանա մտքումդ, որ կյանքում ինչևէ չէր եղել։ Այսինքն այդ քիմիան տարբեր տեսակի, տարբեր բնավորությունների, տարբեր մարդկանց որ խառնում ես իրար, շատ հետաքրքիր նոր բաներ են առաջանում։ Ու ինչի՞ ասա հենց, որովհետև որ մտածեք, սա մտագրող է։ Սրա ամբողջ իմաստը ու նպատակը մտքեր գեներացնելն է ու այդ հետաքրքիր մտքերի արդյունքում լավագույն ամենաարդյունավետ որոշումը կայացնելն է։ Հենց որ այո, համաձայն եմ, որ այս 6 գլխարկը մեծապես համապատասխանում են մարդկանց բնավորության գծերին, տեսակներին, հա, բայց դրա հետ միասին դե կարևոր է որ դրանց խառնում ես իրար ու ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Վերցնում ես, չգիտեմ, աղը խառնում ես, չգիտեմ, սոդայի հետ, սոդա խառնում ես շաքարի հետ, շաքարը խառնում ես, չգիտեմ, ավազի հետ։ Լիքս տարբեր բաներ կարաս անես ու ինչ որ նոր բան ստանաս լրիվ։ Իրականում չեմ հիշում որտեղից, բայց հաստատ մեմի ինչ-որ մի վեբինարների ժամանակ լսել էի այս 6 գլխարկների մասին, բայց տենց զուտ հիշում եմ մենակ 6 գլխարկները առանց իրենց էության։ Ես նաև հիշեցի մեր ակադեմիայի վերջերս տեղի ունեցած ճամբարը, երբ որ մենք առաջին սլայդներում խոսում էինք ֆիդբեքի տեսակի ինչ-որ մասին, որ սկզբից ներկայացնում ենք մեր զգացմունքը, հետո ներկայացնում ենք երևույթը, այլ ոչ թե անձը։ Սա երևի ամենահետաքրքիր հատվածը այս 6 գլխարկների մասն էր։ Դու օրինակ երկար ժամանակ թիմի համակարգող ես եղել։ Ձեր թիմային հանդիպումների ժամանակ եղել են դեպքեր, երբ որ ինչ-որ փակուղու մեջ եք հայտնվել։ Քանի որ բոլորը տենց ավելի IT մտածողություն ունեն, օրինակի համար, ու տենց եղել է, որ դժվար է եղել ինչ-որ նոր լուծում գտնելը կամ ինչ-որ նոր գաղափարներ գեներացնելը։ Իրականում IT ոլորտի ներկայացուցիչները ավելի շատ կանաչ գույնի գլխարկ ունեն, որովհետև դե իրենց նորարարությունը իրենց համար շատ կարևոր է, այսինքն նոր բաներ ընտրել ավելի հեշտ, տարբերակներ, չգիտեմ, այդ մասով խնդիր չենք ունեցել, բայց օրինակ կարող է ունեցել ենք սպիտակ գլխարկի մի քիչ պակաս, դա մի շրջանում, բայց հետո արդեն սաղը սպիտակ գլխարկել դրեցինք ընկավ տեղը։ Մեր մոտ պակաս է առհասարակ այս ոլորտի ներկայացուցիչների համար։ Կարմիր գլխարկը այդ մեր մոտ չկա, կամ շատ պակաս է, բայց գործնականից դուրս բավականին շատ կա։ Չգիտեմ ինչով է պայմանավորված։ Կարմիրի պահը ասեմ, կարմիրը հետաքրքիր բան ասեցիր, բայց այստեղ մի հատ փոքրիկ նյուանս կա։ Օրինակ ինտուիցիան ժամանակի հետ է ձևավորվում, փորձի հետ է, կյանքի փորձի հետ է ձևավորվում։ Օրինակ ինտուիցիան դու ինչքան աճում զարգանում ես քո ոլորտի մեջ, օրինակ IT-ի մեջ, հա, գալու է մի պահ, եթե արդեն չի եկել, երբ որ քեզ մեկը մի հատ հարց է տալիս, ու դու միանգամից ինտուիտիվ պատասխան ես տալիս։ Այսինքն ան կամ չեն, ու մոտ միանգամից արդեն մտքումդ կա։ Որ ասեն իսկ ինչի հա կամ ինչի չէ, դու միանգամից չես կարա հստակ պատասխանը տաս։ Դա ինտուիցիան է, դա
իմաստությունն է, դա փորձն է, որը չի կարա ուղղակի ինչ-որ մի բան միած սեմինար լսելով կամ ինչ-որ մի դասընթաց անցնելով լինել, էլի։ Բայց ստեղ կարևորը, ելի եմ ասում, ստեղ կարևորը ոչ թե բոլորը միանման լինեն, բոլորը օրինակ ավելի հակված լինեն կանաչ գլխարկ կամ սպիտակ գլխարկ լինեն։ Ստեղ կարևորը, որ բոլորը փորձեն ամեն տեսանկյունից դիտարկել խնդիրները։ Կարող է մեծ մասը թիմում լինեն կանաչ կամ սպիտակ, հա, գլխարկը։ Հաճախ անգամ մարդիկ փորձի հետ նաև սև գլխարկն են դառնում։ Օրինակ լիքը մարդիկ կան, ում մտածողությունը ավելի ռիսկերի շուրջն է։ Էլի IT-ում էլ ասեմ, IT-ում էլ լիքը մասնագետների ես տեսնում, ում հետ ինչ խոսում ես, ինքը միանգամից ռիսկների, վտանգների ու չի ստացվի, որովհետև տրամաբանությամբ են աշխատում։ Օրինակ IT մենեջերներ կան, որ մի բան ասում ես, միանգամից չէ առաջի պատասխանը, առանց շարունակելու, խորանալու։ Ինչ ասում ես, չէ, չի լինի։ Ինչի՞։ Որովհետև սենց բան միանգամից այդ ռիսկերի, վտանգների վրա է գնում մարդը։ Այս մեթոդը նրա մասին է, որ բոլորը փորձեն բոլոր ձևերով մտածեն։ Ու շատ հաճախ ամենահետաքրքիր, ամենաանսպասելի միտքը գալիս է այն մարդուց, ով որ անհետ ինչ-որ միտք է արտահայտում։ Գուցե հենց ինքը չկա լավ գաղափարին, մեկ այլ մարդու մոտ առաջանա։ Բայց ընդհանուրը այդ քիմիան է, էլի թիմային մտագրոհի։ Ասեմ, որ այս վեց գլխարկների մասին առաջի անգամ էի լսում, շատ հետաքրքիր էր, իմ կարծիքով էսի շատ լավ կարամ կիրառեմ, քանի որ ես արմատի խմբավար եմ, դասատուր, օրինակի համար մրցման ենք պատրաստվում ենք ու թիմը ինչ-որ մի բանի չի կարողանում խնդրին լուծում գտնել, այս ձևը ինձ թվում է կարա լավ աշխատի այդ իրավիճակում։ Ստեղ բանալի բառը մտագրոհն է։ Այսինքն մտագրոհը սովորաբար ինչ-որ մի բանի լուծում կամ որոշում կայացնելու ամենասկզբնական փուլերից է։ Երբ որ փորձում ես մտքեր գեներացնել, ամեն տեսանկյունից դիտարկել, ամեն ինչը հաշվի առնել, համ լավ, համ վատ, համ վտանգավոր, համ բան, տենց ավելի լավատեսական, հա։ Մտագրող բառն է ստե շատ կարևոր, ամենաբանալի բառն է։ Ու կարևորը այդ քիմիան է, բոլոր այս տարբեր տեսանկյուններին, երբ որ խառնում ես իրար, ինչ որ լրիվ նոր որակ ես ստանում, ինչ որ նոր բան ես մտքեր ես ստանում, որը այլապես չէիր ստանա։ Իրականում այս վերջերս երեխեքի հետ մրցման պատրաստվելու ընթացքում ռոբոտ ենք սարքում թիմով ու խնդիրներ կա ռոբոտի հետ։ Այս օրինակի մասին մտագրոհի այս 6 գլխարկների մասին երբեք չէի լսել, բայց հիմա մտածում եմ, հասկանում եմ, որ մոտավոր տենց ինչ-որ մի բան եմ արել, սենց ամբողջ խմբով նստում էինք մի հատ սեղանի շուրջ ու հերթով ասում էի առաջարկներ արեք, որ մտածեինք ինչ-որ տարբերակներ գտնելու համար, այն մտքով, որ կարող է մեկի մտքից մյուսը ավելի լավ բան կարողանա ասել, տենց շատ օգնում էր, լավ տարբերակա էլի տենց անելանելի վիճակներից դուրս գալու համար։ Շատ լավ, շատ լավ։ Հա, դες օրինակ նույնիսկ անգիտակցաբար համակարգված օգտագործել եք։ Ստեղ քեզ մի բան էլ որպես խորհուրդ տամ, հաջորդ անգամ, երբ որ արդեն գիտակցված իմանալով սա կիրառելու լինես, ուշադրություն դարձրա միջավայրին։ Ուշադրություն դարձրա այն բանից, որ վատ գաղափար չկա, որ մարդիկ հանգիստ արտահայտվեն ու չասեն մի րոպե մի բան մտածեցի, հետո ասել, չէ, ապուշ գաղափար է, չէ, կապ չունի, անցանք առաջ։ Չէ, ասա, ինչի մասին ես խոսում։ Նույնիսկ եթե ինչ-որ լրիվ անիմաստ բան թվա, պետք է մարդիկ փորձեն արտահայտվեն։ Այդ իրականում ես միշտ եմ անում ու sense կապ չունի, sense մենակ ես երեխեքին բունդա ասել չեմ սովորացնում, էլի առանձին նստում ժամանակ հետները ուղղակի զրուցում եմ ու միշտ ասում եմ, երբ որ ինչ-որ մի միտք է գալիս ձեր գլխին, առանց մտածելու ոչ մի վարքյան, միանգամից արտահայտվեք, որտեղ այդ մի հատ միտքը, որ կարող է ձեզ թվա շատ անիմաստ բան, մյուսին կարա շատ օգնի, որովհետև ինքը օրինակ այդ բանի կարիք ունի այդ պահին։ Տենց Շատ
շատ լավ։ Իրականում ընդհանրապես հետաքրքիր էր իմ համար նորություններ այդ կարմիր գլխարկները ավելի ոչ թե նորություն էր, այլ ես իրեն որպես process-ում կիրառել գիտեի, ուղղակի անուններով չգիտեի։ Այսինքն ինքը process-ի ընթացքում կիրառվում էր, դու հերթով հարցնում ես, ինչ խնդիր է, հետո խնդրից հետո խնդիրը քննարկելուց հետո ասում եք օրինակ բաց կետերին ինչ անեն, ոնց անեն։ Այսինքն այդ process-ին տեղյակ է, բայց որպես հստակ անուն կամ հստակ ինչ-որ բան ասել, ես իրեն տեղյակ չէի, բայց հիմա ավելի լավ իմացա։ Ընդհանրապես նորությունը իմ համար կարելի ասել դա էր, դե մնացած դասերին արդեն չասեմ, բայց արդեն ավելի խոր հասկացել ինքը ոնց է ու ավելի շատ կփորձեմ կիրառել, որ ավելի լավ հասկանամ, որովհետև սենց ասեցինք, բայց process-ում ինքը կարող է մի քիչ սխալ գնա կամ ճիշտ չգնա, էլի։ Անպայման փորձեք, կարող է գտնեք, որ ձեզ մոտ չի ստացվում, իրականում այնքան եք փորձել ու չի ստացվում։ Կարող է վերցնեք օրինակ այս մեթոդը, մի փոքր ձևափոխեք ձեր համար, հարմարացնեք, որ ձեզ համար հարմար լինի։ Բայց ինքը ոնց որ ապացուցված, փորձված տարբերակ է, հենց որ մի քանի անգամ չստացվելու դեպքում ի վերջո կսկսեք ավելի համոտ ձևով օգտագործել, էլի այս մեթոդը։ Ես արդեն այստեղ ոնց որ պլաններ եմ կազմում, ոնց ենք թիմով քննարկում անելու այս գլխարկների հետ կապված, շատ հավես էր, անպայման թիմ եմ տանելու այս մեթոդը։ Բար ու ասեմ, որ մեկ լինում է դեպքեր, որ ասենք թիմը այնքան անկաշկանդ է ու թեթևահեշտ է, անգամ դու ցանկություն ունես քո թիմի հետ ինչ-որ լավ բանով կիսվելու, կարաս իրանց հենց այս ձևով տանես։ Մի անգամից ցույց տաս ինչը ոնց է, ինչի մասին է, ու ասես եկեք փորձենք։ Ասենք խաղայնացնես մտագրոհի process-ը, որ բոլորն էլ սովորեն, համ որ սովորեն հասկանան ինչ է արվում, ավելի իրանք էլ արդյունավետ կլինեն, ապել լավ բան արած կլինես քո թիմակիցներիդ համար։ Ընդհանուր առմամբ լրությամբ արդեն պարզ է, ես եմ թիմիս վրա արդեն փորձում պրոյեկտել ու հասկանալ, որ թիմակիցը ավելի շատ որ գլխարկն է այս պահին վերցրել, ճիշտ է ինձ այս պահին մի քիչ խառն եմ տեսնում, ինչ որ հստակ գլխարկ չեմ տեսնում, բայց ամեն դեպքում բավական հետաքրքիր թեմա է, կարելի է մի քիչ ավելի խորանալ ու հաստատ ավելի շատ բաներ կբացահայտեմ խորանալու ու կիրառելու դեպքում։ Այդ վերջի մասը, որ ասացիք, հələ հստակ չեմ հասկանում, որ գլխարկ։ Դու այսինքն փորձում ես հասկանալ դու որ գլխարկն ես։ Այս պահին օրինակ ես որ գլխարկին ամենաշատ կհամապատասխանեմ։ Հնարավոր է ինֆորմացիան դեռ լավ չեմ մարսել։ Դրա պատճառով չեմ կողմնորոշում, բայց ընդհանուր դա լրիվ առանձին բան է։ Ստեղ եթե բաց ես թողել, ուղղակի ասենք որ ինչ որ մի գլխարկի մասին չի, ասենք դերերի մասին չի ստեղ ընդհանուր մտածողության մասին է թիմային։ Այսինքն եթե թիմում 3 հոգի եք, բոլորը սպիտակ գլխարկն եք, սպիտակ գլխարկի դերն եք վերցնում ու այդ ձևով եք մտածում։ Հետո սպիտակ գլխարկը մտածեցիք, գրեցիք, ամեն ինչը արձանագրեցիք, անցնում եք հաջորդին, կարմիրին օրինակի համար կամ տարբեր հերթականությամբ։ Քո ասածը ավելի շատ Վեներայի բերած օրինակի այդ 6 genius-ների մասին է, որ հասկանաս օրինակ դու ավելի ինչ մտածողության ավելի հակված ես, էլի։ Բայց դա մի քիչ ուրիշ բան է, դա ես ինքս պետք է գնամ ուսումնասիրեմ, չեմ ուզում որ խառնեմ էլի ձեզ։ Այս ուզում եմ այդ գլխարկները մեր թիմի վրա մի քիչ չափնացանք ունեն։ Ջագին որ գլխարկը կսած էր այս պահի դրությամբ ու հասկանում եմ որ իմ անձապի մոտ բոլոր գլխարկները կար բացի կարմիրից թիմակիցների պահով չհասկացա տենց է որտեղ շատ անորոշ է հիմա թիմի իրավիճակը։ Համոտ էլ այնց թվում է նույն թուրն բռնումն է որ ստեղ գաղափարը նրանում չի որ թիմում հասկանալ ով որ գլխարկն է։ Ստեղ գաղափարը նրանում է որ բոլոր գլխարկները պետք է հերթով հագնեն։ Այսինքն ունես 3 հոգանոց թիմ թե 10 հոգանոց թիմ, բոլորը հերթով նույն մտածողությունն են սկսում որդեգրել ու մի քանի րոպե մտագրողը գնում է այդ ուղղությամբ։ Օրինակ ամբողջ թիմը սպիտակ գլխարկ է հագնում, ու ասես օքեյ,
Հիմա եկեք մենակ փաստերից խոսանք, մենակ տվյալներից, հստակ, առանց ենթադրությունների, առանց էմոցիաների, առանց վախերի, առանց ինչ-որ հույզերի ու ինչ-որ պատրանքների։ Սկզբից սպիտակով անցանք, հետո գնում եք դեղինի վրա, հա, ասենք դեղինը ինչ անում, ավելի լավատեսական, ավելի ինչ-որ էլի ինչ լավ բենեֆիտներ կարա սրանից դուրս գա եւ այլն։ Հետո գնում եք սևի վրա, սևը սկսում է դատաբար մոտենալ, ավելի սենց ռիսկերի մասին խոսալ, վտանգների, որտեղ զգուշ լինենք, այստեղ այսպես բան կարա լինի, բայց դա էլ է օքեյ։ Նենց չի որ ասենք ինչ-որ ռիսկեր կան, պետքա էլ չանել։ Չէ, ռիսկերը դուրս ես բերում, որ կարողանաս ճիշտ կառավարես։ Ռիսկերը նրա համար չեն, որ խուսափես, ռիսկը կառավարելու համար է։ Ամեն ինչում սովորաբար ռիսկ կա լինում, եթե ռիսկ չկա, ապա այդքան մեծ չի նպատակը, ավելի սենց շատ մեղմ ես գործում, էլի։ Հենց որ ռիսկը վախենալու համար չի, ռիսկը հասկանալու ու ճիշտ կառավարելու համար է։ Նրանք ուզում են հասկանալ, ոնց կարելի է սկսել բոլորին հագցնել այդ գլխարկները։ Գլխարկը ինքը պայմանական է, այստեղ հագցնել ասելով սովորաբար ամենակարևոր ոնց որ դերը, որ սա ճիշտ աշխատի, դա կապույտն է, որովհետև կապույտը ինքը համակարգում է այս ամբողջ process-ը։ Ինքը հետևում է, որ մի թեմայի վեճ, մի ուղղության վրա շատ երկար չխորանաք, որ հասցնեք տվյալ ժամանակում բոլորի վրայով ճիշտ անցնեք, որ հավասարակշռված լինի մտագրողը։ Վերջում ինքն է որոշում կամ օգնում, որ կարողանաք հաջորդ քայլերը սահմանել, deadline-ներ սահմանել։ Այսինքն ամբողջ այդ մտագրողի ամփոփումը անելու է կապույտը վերջում։ Կապույտն էլ կարան բոլորով քննարկեն, բայց ինչ-որ մեկը գոնե պետքա լինի, որը հստակ որ գծերը քաշի, ժամանակները պահի եւ այլն։ Ասում եք կապույտ գլխարկից սկսենք, ես ընդհանրապես մի քիչ կասկածում որ вообще կապույտ գլխարկը պետք է թիմի, որովհետև դա մի հոգի պետք է անի, ինձ թվում է, որ բոլորը իրենց ձեռք վերցնեն համակարգողի դերը, թեկուզ տարբեր ոլորտներում, ամեն ինչը ոնց որ կխախտվի իրար։ Կարա լինի, այո, կապույտը կարա մի հոգի լինի, այսինքն հիմնական այդ մտագրողը վարողը մի հոգի կարա լինի ու պետք է մի հոգի լինի, բայց դա չի նշանակում, որ մենակ մի հոգի է, մնացածը ուրիշ մենակ ուղղություններով են։ Պետք է հասկանան կապույտը ինչ է անում, կապույտն էլ միջավայրը ձևավորելուց պետք է հստակ բացատրի, ասի որ ես այս ամբողջը կվարեմ, ես ժամանակը կպահեմ, ես կգրանցեմ բոլոր մտքերը, ես վերջում կօգնեմ, որ սահմանենք հաջորդ քայլերը։ Երբ որ հասնում է այդ որոշում կայացնելու վերջնականը, թեև կապույտ գլխարկն է ոնց որ այդ վերջնական որոշում կայացնողը, բայց ընդհանուր որոշումը թիմային է։ Հենց որ այդ վերջի որոշում կայացնելն էլ է բոլորի կողմից արվում։ Դրա համար է այս կապույտ գլխարկը ներառված այս մեթոդի, այս մոդելի մեջ։ Հակառակ դեպքում կարար 5 լիներ, ուղղակի մեկը այդ 5-ին ուղղորդելով առաջ տաներ։ Բայց կապույտը իրականում ինքն էլ է թիմակից, ակտիվ մասնակից է այս ամբողջ process-ին, էլի։ Բայց ճիշտ դիտարկում էր, որ այո, կապույտը ինքը պետքա սովորաբար մի հոգի լինի, ով որ այս ամբողջը վերցնում է իր վրա, էլի համակարգելը։ Հերթով հակեք գլխարկները 2 րոպե յուրաքանչյուրի համար, վերջում կապույտ գլխարկը ամփոփում, պլյուս որոշում, պլյուս հաջորդ քայլեր։ Արձանագրեք գաղափարները մեկ տեղում։ Սա վարժություն է, որը դուք կարաք տանեք ձեր թիմերում, մի հատ սա փորձարկեք։ Սա ուղղակի տենց հակիր կետերով նշված է, ոնց եք անում, բայց սա տարբերակն է։ 3 դաս ենք արել այս դասընթացում։ Այս ընթացքում հասկացել ենք բանավեճի ու բանակցելու տարբերությունը, հասկանալ որ դեպքում որն է օգտակար, որն է արդյունավետ, անգամ փորձեցինք հասկանալ բանավեճի եւ վեճի տարբերությունը ինչու՞մն է կայանում։ Արհեստավարժ հաղորդակցությունը պատրաստվածության արդյունք է։ Մի հատ լավ արտահայտություն կա, ասում է բախտը, ասում է դա այն է, երբ որ քո պատրաստվածությունդ եւ հնարավորությունը հանդիպում են իրար։ Ոնց որ ասում է բախտը ինքը իրականում այտենց բան չկա, էլի։ Դու անում, պատրաստվում, չարչարվում ես, սովորում ես, հետո հենց որ հնարավորությունը ընձեռվում, դու դառնում ես
ամենահմուտը, ամենաարհեստավարժը, ամենան բոլոր ասում են, օ, տես ինչ թույն է, ամեն ինչ գիրի, լավ տեղյակ է, տես շատ լավ է, այս ինչ անում։ Բայց իրականում դա քո չարչարանքի արդյունքն է, պարզապես ստացել ես հնարավորություն դա կիրառել, ցույց տալ։ Հետևաբար այս բոլոր գործիքները, այս բոլոր խնդիրները, այս բոլոր կոնցեպտները մենք հիմա որ սովորել ենք, սա ոչինչ չի նշանակում իրականում, սա ուղղակի ինչ որ դատարկ բառեր կարող են լինել, եթե դուք սա չդարձնեք ձեր գիտելիքը ու կիրառեք միտեղ։ Դուք հիմա ոնց որ ստանում եք այն հիմքը, որի վրա կարող եք կառուցել շատ լուրջ հմտություններ, բայց սա իրականում դեռ հիմք է, սա սուտ տերմիններ են, բառեր են, ինչ-որ մեթոդներ են, որոնք որ չկիրառելու դեպքում առհասարակ տենց կփոշյանան, կկորեն, կգնան։ Ոնց որ շատ կարևոր է, որ պատրաստվածությունը դա ձեր տնային աշխատանքն է, դա ձեր մտածելն է այս ամեն ինչի մասին ու ընդլայնելն է ձեր գիտելիքը։ Բատնայի մասին ենք խոսել, բատնան էլ շատ մեծ արձագանք ստացավ, ով կարա ինձ մի հատ հիշացնի բատնան ինչ է նշանակում։ Դա այն է, երբ որ մենք ինչ-որ մեկի հետ բանակցության, ոնց որ նախքան բանակցությունը, մենք պատրաստվում ենք, գտնում ենք մեր սահմանները ու հասկանում ենք, թե որոնք են օրինակ մեր կարմիր գծերը, որոնք չենք կարող գնալ կես կարգի զիջողության օրինակ, ու նաև հստակ մեր նպատակն ենք սահմանում, թե ինչ են ուզում մենք ստանանք այդ բանակցությունից։ Երբ որ մեր բացնան մենք գրում ենք, ունենում ենք մեզ մոտ, մենք կարողանում ենք բանակցությունը շատ ավելի արդյունավետ տանել, որտեղ արդեն մենք ինքներս մեր համար գիտենք ինչ ենք ուզում մենք այդ բանակցությունից ստանենք ու համել չենք թողնում, որ մեր կարմիր սահմանները անցնեն։ Այո, դա բանակցությանը ճիշտ արդյունավետ պատրաստվելն է։ Բայց ամենակարևորը ինչի շուրջ է այս ամբողջը հավաքվում։ Բատնան նշանակում է best alternative to a negotiated agreement։ Այսինքն չպայմանավորվելու դեպքում, որն է իմ հաջորդ լավագույն այլընտրանքը։ Պլան B-ն է։ Դուք պետք է իմանաք միշտ ձեր պլան B-ն, որ դուք իմանաք որտեղ է, որ եկաք հասակ կարմիր գծին, որ կետն է, որից հետո դուք էլ չեք բանակցելու, եւ դուք ունեք այլընտրանք միշտ։ Երբ որ դուք չունեք այլընտրանք, երբ որ դուք պատրաստ չեք ձեր այլընտրանք ու դուք տեղյակ չեք պատրաստվել մտածել նախապես, ձեզ անընդհատ փորձելու են շտապացնեն սեղմեն անկյուն, որ դուք ստիպված վերջի վարկյանի հուզական որոշում կայացնեք։ Եվ դա համարյա միշտ գործելու է ձեր դեմ։ Դուք միշտ դառնալու եք կամակատար, դուք ձեզ մանիպուլացնելու են, ձեզ փուշեն անելու, տանելու են այն ուղղությամբ, որտեղ պետք է, որովհետև դուք պատրաստված չեք ձեզ ոնց որ պահի տակ ստիպել բանն արել, որ որոշում կայացնեք։ Դրա համար պետք է միշտ ձեր այլընտրանքը, լավագույն հաջորդ այլընտրանքը չպայմանավորելու դեպքում իմանաք, ինչքան գնալով ավելի հմուտ ես դառնում այս գործում, այնքան դու կարողանում ես համարակ անել, ասում են ոտի վրա մտածել արագ, համ կարողանում ես ավելի խորը ու տարբեր ուղղություններով, կարողանում ես դիմացինիդ բատնանել անգամ հասկանալ, ու ինչքան դու նախապես մտածված ես ամեն ինչ անում, այդքան դու քեզ տեղ ես թողնում բանակցային process-ի ընթացքում շատ ուղեղը չծանրաբեռնել, որովհետև դու արդեն այս ամեն ինչի մասին նախապես մտածել ես, ժամանակ ես տրամադրել։ Հետադարձ կապի մոդելը SBI-ը, չէ՞։ SBI-ը ինչ է նշանակում, կարաք հիշեք։ Situation, behavior, impact, չէ՞։ Այո։ Իրավիճակ, վարքագիծ, ազդեցություն, չէ՞։ Այս ինչ բանը տեղի ունեցավ, այս ինչ բանը արեցինք ու սա ստացվեց։ Վերջում էլ ավելացնում եք ձեր առաջարկը կամ ձեր որդորը, թե ինչ պետքա, ոնց պետք փոխել։ Դա ոնց որ հետադարձ կապի բաններ, խոսել ենք radical candor-ի մասին, հա, radical անկեղծության մասին։ Ուրեմն նայեք, այս radical candor-ը ինքը ավելի լայն բան է, ավելի հետ կարծիք տալու, հետադարձ
կապ տալու ձև է, բայց ինքը ավելի համակարգված է, ինքը երկու առանցք ունի, մեկը դա հոգատարություն է, երկրորդը չոր ու փափուկ կարանք ասենք ուղիղ կամ լեղոզված, հա, տենց ձևերով ասենք։ Իր յուրահատկությունը նա է, որ ինքը ձևավորում է թիմային մշակույթ, ինքը ձևավորում է առողջ միջավայր հետադարձ տալու ու ստանալու համար։